Մի հատ ունես, բայց մի հատ էլ։ Արդեն քանի նկար կա երկրորդ նախագահ քաղաքացի հանդիպումներից։ Այդքան հաշվել, Անթիվ։ այդքան չգիտեմ, էլ է։ Դժվար է հաշվել նույնիսկ պոլիտեխնիկի կրթություն ստացած Ռոբերտ Քոչարյանի համար։ Այդքանի չեմ տիրապետում, թեկուզ մաթեմատիկայից միշտ լավ է։ Նկարվելն ու նկարների քանակը չէ։ Անընդհատ մտածում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու թիվ 1 ցանկությունն է նրան հուզում այս օրերին։ ընդհանրապես պարզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գյուղում է ապրում կամ քաղաքում է ապրում, ինչ է ուզում այս կյանքից։ Միգուցե սխալվում եմ, բայց իմ տպավորությունը այն է, թե ուզում է հանգիստ կյանք, ուզում է ունենալ աշխատանք, եթե հող է մշակում բերքի իրացման հարց չունենա, ուզում է կյանքը լինի կայուն, կանխատեսելի, հասկանալի, պետությունը կաղնած լինի իր կողքին, այլ ոչ թե իր ուսերին նստած, փեդը ձեռքին, երևի սա է ուզում։ Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, միգուցե եւս բաներ կա, որ ուղղակի մենք լավ չենք անցալում։ Ազգային մեր արժանապատվությունն ենք ուզում վերականգնել, լսվում է դահլիճից։ Պետական Մարդիկ ասում են, որ անգամ խաղաղության գինը պետք է արժանապատիվ լինի։ Երկրորդ նախագահը սեփական փորձով գիտի։ Մարդիկ սկսում են մտածել անվտանգության մասին, երբ երկրի առաջնորդն է դադարում մտածել։ Փաշինյանական Հայաստանի սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրել է թշնամին։ Առողջարանային քաղաք Ջերմուկը դարձել է սահմանամերձ։ Հայկական լեռներում ամրացել են ադրբեջանական դիրքերը։ Բորիսը մի լավ բան ասեց, մի հայմատություն արեց, մի քիչ նորեր, որ ասենց հարիվ առաջնորդ ուզում եք, թե չէ։ Վստահ եղեք, հարիվ առաջնորդի ստվերը, այդ հարիվությունը երկրի վրա է ստվերում։ Իսկ եթե երկրի նկատմամբ վերաբերմունքը այդպիսին չի կարող այդ երկիրը անվտանգ երկիր համարվել հարևանների կողմից ընդհանրապես աշխարհում։ Ավելի շատ ինչ որ մեկի ամբիցիաների, մեկի ցանկությունների փայ լինելու ավելի անկալում է ստանում այդ երկիրը։ Այսօր այս ամենը կատարում է Հայաստանի հետ։ Երկրորդ նախագահը ընդգծում է, իր ղեկավարման տարիներին հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր։ Շատ պարզ բանաձև։ Ու սա ամենևին չափազանցություն չէ, հարևանների ու միջազգային կառույցների գնահատականն է։ Ես անցել եմ նախագահ ժամանակ 2 ընտրություններով։ Մտքովս չէր անցնում, որ ես կարող եի ասել, թե եթե ընտրվի ընդդիմությունը, ապա պատերազմը սկսելու։ Չի եղել, մտքովս չէր անցնում։ Որտեւ այդպիսի հայտարարություններով դու քայքայում ես քո սեփական երկիրը։ Միգուցե ինչ որ մի քանի քվե ավել ստանալու համար։ Հիմա առաջնորդի խնդիրը մի քիչ ավել քվե ստանալն է, թե երկիրը կայուն պահելը։ Ժողովրդին հանգիստ վիճակում պահելը։ Այսօր պատերազմի թեմա հրահրողը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենօրյա ռեժիմով այս իշխանությունն է։ Եվ մի մարդ, եթե մի բան 100 անգամ ասում է, վերջում 101-րդ անգամ կարող է իսկապես դա լինի։ Եվ լինի իրենց պատճառով, իրենց մեղքով։ Որտեղ վախեցած մարդը միշտ փայ է դառնում, եթե թշնամիներ ունի, վախեցած մարդը այդ թշնամու փայ է դառնում։ Ալիևը պատերազմ է սկսելու միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ հաղթելու է։ Քանի կա Փաշինյանը, Ալիևը վստահ կլինի այդ հարցում եւ ուրեմն կսպառնա պատերազմով։ Մասիսցիների հետ հանդիպման ժամանակ ասում են Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, իրական խաղաղության հաստատումը պայմանավորում Փաշինյանի հեռացմամբ։ Արդյոք չկա մեխանիզմ նրան կանխելու։ Եվրոպական դատարան կամ չգիտեմ։ Կա մեխանիզմ հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին։ Հանրապետության ղեկավարի գործատուն ժողովուրդն է, ասում է Ռոբերտ Քոչարյանը, ավելացնում։ Վարչապետի թեկնածուն նման է կադրերի բաժին դիմող քաղաքացու, որը ներկայանում է իր կրթության ձեռքբերումների փաստաթղթերով։ Այս իշխանությունը ինչ թղթապանակով է գալիս ժողովրդին դիմելու համար։ Ինչ է ասում։ Կրթություն չունեն։ Իրենց այսինքն ինքնահռչակ տգետ են հայտարարել եւ հենց իրենց առաջնորդը բոլոր մյուսներին ուսապարկ է հայտարարել։ Հիմա
ուրիշ ինչ հաջողություններ ունեն։ Պարասկային կորուստներ, հազարավոր զոհեր, վիրավորներ եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացված մի մեծ կտոր։ Լավ, միգուցե այլ ոլորտում, միգուցե տնտեսական ոլորտում հաջողություն ունեն։ Չունեն։ Հայաստան դաշինքը խոստանում է վերադարձնել տնտեսական այն աճը, որը ունեցել ենք նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին։ Երկնիշ տնտեսական աճի համար Հայաստանը Կովկասյան վագր անունն էր ստացել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին թոշակներն ավելացել են 6 անգամ, աշխատավարձերը 4։ Ես լրագրող եմ դարձել ձեր մեղքով, պարոն Քոչարյան։ Հիմա այն մասին, թե որն է Ռոբերտ Քոչարյանի մեղքը, Նաիրա Վանյանի լրագրող դառնալու հարցում։ Աշխատում էի Լոռու մարզի ամենամեծ դպրոցներից մեկում, ուսուցիչ էի, դասղեկություն էի անում, որոշ ժամանակ նաև փոխտնօրեն էի, եւ այդ ամենի դիմաց ես ստանում էի ընդամենը 8000 դրամ աշխատավարձ, որը տալիս էին 8-9 ամիսը մեկ։ Ես ստիպված եղա թողնել իմ մանկավարժի աշխատանքը եւ գալ Երևան, դառնալ լրագրող։ Մի քանի ամիս անց դուք արդեն դարձաք երկրի ղեկավար եւ բարձրացրիք ուսուցիչների աշխատավարձը, եւ ես դրա համար ձեզ չեմ ներում, որ ուշացել եք։ Ռոբերտ Քոչարյանին այսպես ասած չներող լրագրող Մայրիկ, որ շատ էր ուզում այս հանդիպմանը մասնակցել, երեխային չէր կարող տանը թողնել, հետը բերել էր եւ հանդիպում հայրենիք վերադարձած մեր հայրենակցի հետ, որ Բաքվի բանտի դժոխքն է անցել։ Մասիսում երկրորդ նախագահի հետ հանդիպմանը նաև 70-ամյա Վագիվ Խաչատրյանն էր մասնակցում։ Խաղաղության ու խաղաղվելու համար են վարվում այս մոմերը։ Մենք Մասիս քաղաքում ենք, Մասիս Արարատ, որից այսօրվա իշխանությունները որ կենթանինա շատ խրտնում, այդ բառերից խրտնում են։ Չնայած Փաշինյանի հայտարարած խաղաղությանը, Ադրբեջանը չի դադարեցնում Արևելյան Հայաստանի հաշվին Արևմտյան Ադրբեջան կառուցելու ծրագիրը։ Դրանց իշխանությունից հեռացնելը եւ հայկական ազգային իշխանություն ձևավորը այլ ընտրանք չունի, եթե մենք չենք ուզում, որ Մասիս քաղաքը վաղը նորից անվանակոչեն Զանգիբասը։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։